Մայիսի 24-ին կամերային երաժշտության տանը տեղի կունենա Կադանս անսամբլի գարնանային Կադանս համերգը եւ ինչպես խոստանում են կազմակերպիչները սպասում են նոր գարնանային ծրագիր, նոր եւ սիրված կատարումներ, ինչի մասին էլ խոսելու ենք մեր հյուրի հետ։ Մեր հյուրն այսօր Կադանս անսամբլի դաշնակահար Սոֆի Միքայելյանն է, բարի օր։ Լիճարավոտի։ Շնորհակալ ենք, որ օրը սկսում եք մեզ հետ, այսպես նախատրամադրված, որովհետև օրեր անց միջոցառումն է եւ ես պատկերացնում եմ, թե ինչպես ինտենսիվ են անցնում նաեւ փորձերը ժամանակահատվածի։ Եկեք խոսենք մայիսի 24-ից, ինչ է սպասվում հանդիսատեսին։ Քանի որ համերգը կոչել ենք գարնանային Կադանս, որոշել ենք ընտրել լավագույն ստեղծագործությունները, նրանք, որոնք որ մենք ենք մեծ սիրով կատարում, շատ սիրում ենք, եւ նրանք, որոնք որ ունկնդիրը շատ սիրեց եւ լավ արձագանք է տվել, եւ հավաքվել է շատ ինտիմ ծրագիր կարելի ասել գարնանային ես երբ որ խոսում եմ ռեպերտուարի մասին կադանսի շատ սիրում եմ էկլեկտիկ բառ օգտագործել որովհետև ինչպես գիտեք դա նշանակում է տարբեր ոճերի եւ ժանրերի միախառնումը այո խառնուրդ Եվ այս պարագայում հենց այդպես էլ ստացվեց, բնականաբար անպայման հայկական ստեղծագործություններ կնվագենք, ինձ թվում է կադանսին շատ հաջողվում է ֆոլկը ու իդեպ ուզում եմ անպայման անունը տալ մեր շատ վաղեմյա բարեկամի Տիգրան Տեր-Ստեփանյանին, որը որ մշակումներն է արել մի քանիսի եւ այդ ֆոլք ստեղծագործություններն էլ նույնպես կհնչեն բնականաբար անպայման սիրո եւ կնոջ նվիրված ստեղծագործություններ ենք նվագելու եւ տանգոներ այս անգամ մեզ հետ աշխատելու է մեկ պարող զույգ Նարեկ Զոհրաբյանը եւ Աննա Քալաշյանը Ֆանտաստիկ Այո, ես կարծում եմ, որ շատ գեղեցիկ կլինի։ Ինչպես է ընտրվել ռեպերտուարը, այլ այդպես պատմեցիք գորովանքով, այսպես սրտի թրթիրով, ինչպես է ընտրվում այն ցանկը, որը մատուցելու ենք հանդիսատեսին։ Նախ միշտ մտածում ենք նրա մասին, որ հետաքրքիր լինի, որ լսվի, որպեսզի կոնտրաստներ լինեն, որպեսզի միապաղաղ չլինի այդ երաժշտությունը։ Եվ բնականաբար նորից եմ ասում, այն ստեղծագործություններն ենք ընտրում, որոնք որ զգում ենք, որ շատ մեծ արձագանք ունի եւ բնականաբար միշտ երաժիշտը ինչ որ միսիայի խնդիր ունի բնականաբար պետք է ծանոթացնի ինչ որ ստեղծագործությունների հետ, ինչ որ երաժշտության հետ այդպես միաձուլվում է, այո, այդպես միաձուլվում է, ստացվում է մի հատ փունջ։ Արդեն քանի տարի ինչ գործում եք կադանսը, որտեղից սկսեցիք։ Գաղափարը ումն է։ Կադանսը արդեն մոտ 18 տարի գործում է։ Չափած կառույց է։ Այո, այո։ Սկսվեց ամեն ինչ նրանից, որ արգենտինյան նախագիծ։ Ես հիշում եմ Քաֆեսյանի այդ առաջին տարիներին այնտեղ եք համերգներ ունենում, կարծեք թե այնտեղ մի սրահ կար։ Այո, ամեն ինչ սկսվեց արգենտինյան երաժշտությունից, բայց հետո իհարկե այս ժամանակ դա շատ մոդայիկ էր, Աստոր Պիացոլան շատ պոպուլյար էր եւ կարելի էր ասել Հայաստանում նոր քայլեր էր սկսվում իր երաժշտության ներքո։ Ու բնականաբար հետո ամեն ինչ փոխվում է, ժամանակը թելադրում է իր կանոնները, այո, եւ փոխվեց ամեն ինչ, դա մնաց որպես ճյուղերից մեկը, այդ սակայն ես որպես հայ երաժիշտ միշտ պնդում եմ, որ շատ կարևոր է ջուրը հենց հայկական ալերաղացին լցնել, դրա համար իհարկե հայկական ստեղծագործություններն էլ են մեծ կարևորություն խաղում եւ մեծ դեր։ Որոնք եք ընտրել օրինակ հայկական ստեղծագործություններից, որ առավել հայտնի են կամ գուցե ձեր բացահայտումներն են։ Ինչպես ես ասեցի արդեն, ինձ թվում է կադանսի
հաջողված ստեղծագործություններից հենց ֆոլքն է, որովհետև միջալոց շատ դժվար է նման կազմով հայկական ստեղծագործություններ նվագել, որովհետև կազմը արդեն իսկ սկզբից պատրաստված էր ոնց որ ասենք արգենտինյան նախագծի համար եւ այստեղ ակարդեոն կա, գիտար կա եւ այդ բալանսը, որը որ պետք է հայկական ստեղծագործությունների համար բավականին դժվար է ստեղծել։ Դուդուկյան անհրաժեշտ կանոն։ Այո, եւ պետք է հիշենք, որ հայերը շատ տրադիցիոն ազգ են իհարկե եւ սիրում են որ երաժշտությունը հնչի այո, այդ տրադիցիոն ձևով, բայց ինձ թվում է մենք շատ ճիշտ բալանս ենք երաժշտական գտել, որը որ իմ կարծիքով շատ նորովի է հնչում եւ ցույց է տալիս իմիջիալոց իսկական վարպետությունը։ Եթե թույլ տաք ես կուզենայի նշել կադանս անսամբլի երաժիշտներին, որոնք որ այսօր իմ հետ չեն, իմ գոլեգաները, բոլորին ողջունում եմ։ Ակորդեոն Բորիս Եգանյան, գիտար վաստակավոր արտիստ պրոֆեսոր Հակոբ Ջաղացպանյան, ջութակ Վարազդատ Խաչումյան, նույնպես վաստակավոր արտիստ, կոնտրաբաս Գուրգեն Ամիրյան եւ դաշնամուր կոնսերվատորիա դասախոս Տեր Խորինցարը Սոֆի Միքայել։ Ես անկեղծասպասում եմ, որ այդ կտորը թույլ կտակ նաեւ մենք ասենք, ինչու դաշնամուր։ Օրինակ մենք խոսեցինք այդ տրադիցիոնալ երաժշտական գործիքների, ժողովրդական գործիքներից, ինչու եք ընտրել դաշնամուրը։ Այսինքն գնանք վաղ ակունքներ։ Գիտեք, այդպես ստացվեց, ես դեռ շատ փոքրիկ էի, 4 տարեկան, եւ տատիկս որոշել էր երևի Հասնում եք ձեր ոտքերը պեդալներին 4 տարեկան։ Մեծ դժվարությամբ իհարկե, տատիկս որոշեց նվեր առնել, այն ժամանակ հիշում եք, դա շատ մոդայիկ էր եւ մեծ դժվարությամբ էին, չէ՞, մեծ դժվարությամբ էին առնում այդ գործիքը եւ մեկ էլ մեր տուն ես հիշում եմ դուռը բացվեց եւ մեծ փայտի։ Այո, եւ վարպետները բերեցին sense մեծ դժվարությամբ այդ օրվանից մենք ընկերացանք, ես այս պետք է ասեմ, այո, ես ուղղակի, հա, դա դարավ իմ կարելի ասել կեսը եւ ես շատ եմ սիրում իմ մասնագիտությունը ու շնորհակալ եմ Աստծուն, որ կարողանում եմ կերտել հենց հայ հողի վրա ու հենց այդ գործիքով ես իմ երաժշտական ճանապարհը կառուցում եմ։ Երևանից դուրս այլ մարզերում լինում եք ու նաև առհասարակ հյուրախաղեր ունենում եք, որտեղ եք հասցրել լինել այս ընթացքում։ Իհարկե ունենում եմ բոլորս էլ, ես պետք է նշեմ, որ բոլոր կադանսի երաժիշտները մենակատարներ են, հրաշալի պրոֆեսիոնալ երաժիշտներ են եւ կարելի ասել ունիվերսալ երաժիշտներ, դա նշանակում է, որ իրանք տարբեր ոճերում են նվագում եւ ելույթ են ունենում տարբեր նվագարաններով, տարբեր անսամբլներով եւ տարբեր բեմերի վրա։ Ձեր շրջագայություններից պատմեք օրինակ։ Հատուկ իմ շրջագայություններից ես չի ուզենա պատմել, որովհետեւ կարծում եմ, որ դա մի քիչ անհամեստություն եւ անտարբերություն կլինի, բայց բնականաբար բոլորս էլ ունենում ենք առանձին ինչ-որ հյուրախաղեր տարբեր երկրներում։ Հայկական այսպես միջավայրի համար է լինում, հայ համայնքի համար, թե նաև արտասահմանցիների։ Տարբեր է լինում, գիտեք, այո, տարբեր եւ լինում նա հրավերից է կախված իհարկե։ Այո, եւ քանի որ ես նշեցի, որ մենք տարբեր երաժշտություն ենք նվագում, լինում է ջազային պրոյեկտ, լինում է դասական պրոյեկտ, լինում է նախագիծ։ Լինում է, որ դու նվագում ես հայերի հետ, լինում է, որ նվագում ես Զուկը ջուրում եք, զգում ամեն։ Այո, հա, դա փորձում ենք։ Երաժշտությունը լեզու չունի։ Անշուշտ, երաժշտությունը լեզու չունի եւ կարծում եմ, որ այսօր շատ մեծ կապ ունի ինչ երաժշտություն ես նվագում, որովհետեւ դա ինչ որ բուժող հանգամանք է
Նույնիսկ կա երաժշտական թերապիա, կլինիկաներ կան, որ հենց երաժշտությունը որպես թերապիայի միջոց է։ Այո, այո։ Անկամ առանձին ստեղծագործողների ստեղծագործությունների Այո, ես նույնիսկ այս գոլեգա ունեմ, շատ հիմա չեմ ուզում իր անունը տալ, որը որ համարում է, որ իր երաժշտությունը բուժում է, հատուկ YouTube-յան ալիք ունի եւ պատկերացրեք, որ մեծ հաջողություն ունի։ Ես հուսում եմ, որ դա իրոք այդպես է, ճիշտ է, ես չեմ փորձել ինքս։ Դուք այնքան խաղաղ եք երևում, ինձ թվում է անգամ կարիքը չունեք նման փորձառությունների։ Թող բոլորը խաղաղ լինեն, այո, թող մեր երկիրներ խաղաղ լինի։ Ինչ հետագա ծրագրեր ունի Կադանս, օրինակ մայիսի 24-ին ավարտեցիք համերգը, հանձնեցիք, նշեցիք, մի քանի օր հանգստացեք, ինչ է սպասվում առջևում։ Ճիշտն ասած, մի քանի նախագիծ ունենք, չգիտենք որը կաշխատի, մտածում ենք հենց հայկական ստեղծագործությունների երեկո անել, որը որ մեծ սիրով ենք անելու, պատրաստելու ենք ու երևի նոր ստեղծագործություններ էլ կմիացնենք մեր հին ծրագրին։ Ես կարծում եմ, որ կլինի Էդվարդ Բաղդասարյան, Խաչատուրյան, Արտեմի Այվազյան, ինչու ոչ, այսպես։ Եվ հնարավոր է, որ շարունակենք մեր գործունեությունը Կարեն Դուրգարյանի հետ եւ կարծում եմ, որ էլի կլինեն շատ գեղեցիկ պարային համարներ։ Ճիշտն ասած, երբ որ մոտ 1 տարի առաջ մենք սկսեցինք այս նախագիծը եւ միացրեցինք պարային արվեստ, այսպես ասած, Կադանս անսամբլին, դա որպես էքսպերիմենտ էր, ոչ ոք չգիտեր ինչպես դա կաշխատի, բայց լեցուն դահլիճները խոստումնալից թվացին մեզ ու մենք այսպես շարունակեցինք։ Ինչպես նշեցի, այս անգամ մեզ հետ կաշխատեն Նարեկ Զոհրաբյանը եւ Աննա Քալաշյանը եւ կարծում եմ, որ այդ պարը շատ հետաքրքիր գույն է տալիս, որովհետեւ ոչ թե միայն լսում են արդեն, այլ աչքն է ուրախանում եւ այո, ինչու ոչ, նաեւ շոու է ստեղծվում, դինամիկ է ամեն ինչ։ Այո, եւ կատարվում է ինչ-որ բան, բեմում ավելի մեծ հետաքրքրություն է։ Ես բոլորին մեծ սիրով հրավիրում եմ մեր համերգին, կարծում եմ, որ պետք է շատ հետաքրքիր տրամադրություն տիրի թե բեմում, թե դահլիճում եւ կուզենամ նշել նաեւ, որ կամերային երաժշտության տանը հրաշալի ակուստիկա է, մենք նվագելու ենք ակուստիկ, որը որ մեզ համար մեծ հաճույք է, քիչ դահլիճներն են թույլ տալիս երաժշտին նման ճոխություն։ Այո, նման հաճույք եւ նման ճոխություն եւ դա մեծ կոմֆորտ է երաժշտի համար, երբ որ դու կարողանում ես ամեն մանրուկը ցույց տալ, այնտեղ շատ լավ գործիք է, ռոյալ է, ես առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն ասեմ կամերային երաժշտության ազգային կենտրոնի ղեկավարությանը, որը որ մեզ մեծ սիրով եւ ջերմությամբ են ընդունում։ Իսկ ես մեկ անգամ եւս հիշեցնեմ, որ այս համերգը տեղի ունենալու մայիսի 24-ին կամերային երաժշտության տանը։ Շնորհակալություն ձեզ հաճելի զրույցի համար, լավ օր ենք մաղթում։ Ես եմ շատ շնորհակալ։ Շնորհակալություն մեր հեռուստադիտողներին մեզ հետ միանալու համար։ Մենք կունենանք կարճ դադար եւ կդիմավորենք մեր հաջորդ հյուրերին։